Հայցյալ իրեր և երկպայներ, հավասիկ իրոշ կամքով այսօր պատարակ մատուցվեց մեծի պահոց երկրորդ կիրակին, որը մեր եկեղեցու ավանդությունը կոչվում է անառակին կիրակ։ Այս օրը, այս գեղեցիկ օրը, որպեսզի մեզ այդ մասնակցի պատարագին, ինչպես նաև իր խորհրդածությունները մեծի պահոց այս կիրակի շուրջ մեզ փոխանցի, այսօր մենք հյուր ունենք, մեր հյուրը եկել է Եվրոպայից, Բելգիայի, Գերմանիայի և Հոլանդիայի, այսպես այս տարածաշրջաններում հայ եկեղեցու սպասավոր Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն է, որը քիչ հետո պիտի գա իր պատգամը, իր քարոզը փոխանցի ամենքիս։ Ձեզանից նրանք, ովքեր հատկապես երիտասարդները, ովքեր որ շփվում են էլեկտրոնային կայքեջերում, հատկապես սոցիալական ցանցերում, պիտի ծանոթ լինեն նրա քարոզներին, որովհետև նա ակտիվ է հատկապես երիտասարդության շրջանին և միշտ իր հոգեբարար քարոզներն է փոխանցում հավատացյալ հայրենիներին, անկախ տեղից և վայրից և անկախ ժամանակից։ Մինչ Տեր հորը սիրով հրավիրել է այստեղ, պիտի տեղեկացնեի նաև, որ Տեր Արմեն Քահանան երկար տարիների քահանա է, նա ծնվել մեծացել է Սիրիայում, ապա ուսանել է Մեծիտամեն Կիլիկիո կաթոլիկոսության դպրևանքում, որից հետո մի քանի տարի ծառայել է Բերզորի Սրբոց նահատակած եկեղեցում, իր ծառայությունն է բերել Լիբանանում, ապա տեղափոխվել Եվրոպա շարունակելով իր ծառայությունն ու աշխատանքը։ Նա հաճախ է լինում Հայաստանում, եղել է Գյումրիում և այսօր առաջին անգամ այցելում է այստեղ արդիկ, առաջինն է, բնականաբար վերջինը չի, այսօր սիրելի տերեր, սիրով հրավիրում ենք քարոզելու ձեզ, վստահաբար որ առիթներ պիտի փնտրենք նորից հրավիրելու ձեզ և նաև դասախոսություններ կազմակերպելու մեր հավատացյալների համար։ Անունավոր և որդվող և որդվույն սրբող ամեն։ Սրբազանայք որի շնորհակալություն, որ այսօր ինձ պատիվը դրվեցավ, այսօր այս նորագարույց թեմի մեջ ներկա գտնվելու և Աստծո պատգամը փոխանցելու, ինչպես նաև այս առիթով կշնորհավորեմ այս նորագարույց թեմը և վստահ եմ, որ ձեր հայրական նորոգության ներքո այս թեմը առավել ևս պիտի ծաղկի և մեր հոգևոր կյանքի եկեղեցու մեջ առավել ևս պիտի ավելնա։ Այսօր սիրելիներ, մեր եկեղեցին կնշի այս պահոց կիրակին որպես անառակի կիրակին։ Եվ այս անունը մեզի շատ ծանոթ է։ Եվ բոլոր քրիստոնեության պատմության ընթացքին անառակ որդիի պատմությունը ամենասրտաջմլիկ և ամենագեղեցիկ պատգամը եղած է, որ հնչած է մեր բոլոր եկեղեցիների ներս։ Ինչ է անառակ որդիին այս պատմությունը կամ այս արագը, որու միջոցով ավետարանը այսօր գուզե մեզի պատգամը հասցնել։ Խորքի մեջ այսօրվա ավետարանի մեջ 3 պատմություններ մեզի կպատմվի։ Անառակ որդիին արագը, գործված դրամին արագը և մոլորած ոչխարին արագը։ Եվ հետաքրքրական է մենք իմանանք, թե ինչու համար 3 արագներ և բոլորին մեջ ալ գործված ինչ-որ բան կան։ Բայց եթե ուշադրությամբ նայենք, պիտի տեսնենք, որ մեկ արագի մեջ գխոսի անասունի մասին, որ մոլորած է, որ մոլորած ոչխարն է, իսկ երկրորդի մեջ գխոսի մարդ արարածի մասին, որ կներկայացվի անառակ որդու այս արագի մեջ, իսկ երրորդի մեջ գխոսի գործված դրամի մասին, որ սալույցն է, անշարժ, անզգալ, ինչ-որ մեկ իր ունենք։ Եվ կարծեք, թե այս 3 արագներու մեջ են Աստված գոչ մգու է մարդ արարածին և կսե նայր, տուն ով գուզես եղիր,
ինչպիսին գուզես եղիր, քիչ մեղքունիս, կամ շատ մեղքունիս, արդյոք քու սիրտդ կարացուցած ես Աստուծո բարկաներուն եւ Աստուծո խոսքերուն նկատմամբ, Աստված մերժության մեջ գտնված ես, ես բոլոր բարականերուն իմ քիրկս բաց քեզ գնդունիմ։ Եվ անարակ որդին այս արագը մեզի գսե որ հայրը զավակն ուներ, որ իր զավակը իր ժարանքը արավ և գնաց, հաշվիշ ցեզի բոլոր պատմությունը չպատմեմ, ծանոթեցեց։ Եվ գսե երբ գնաց այդ օդար երկիրներու մեջ, մսխեց իր ամբողջ հարստությունը և ի վերջո բահմը անդրադարձավ, որ ինք ամեն ինչ գործընծուցած է և գարոդը սկաց իր հոր։ Եվ երբ ինք վերադարձավ, հայրը քրգապած զինք ընդունեց և իր բոլոր մեղքերը և իր բոլոր կատարած անօրենությունները ներեց և իրեն հագցուց իր նոր պատմուջանը, հագցուց իրեն մադանին և հագցուց իրեն նոր գոշիկներ։ Այս ինչ կխորհրդանշի։ Մենք խորքի մեջ բոլորս որպես մարդ արարածներ, մենք դգար բնություն ունենք և միշտ մեղքի մեջ մտնելու ենթարկված ենք։ Եվ ասիգա նոր բան չէ, աշխարհի ստեղծագործությունեն սկսած, մենք կտեսնենք Աստված ստեղծեց ամբողջ այս աշխարհը և այս աշխարհը ստեղծելեն վերջ մարդ մը ստեղծեց և զայն թրավ այս երանական թրախտի մեջ, այս աշխարհի մեջ։ Եվ մարդուն հանձնեց ամեն ինչ, դվավ ամեն ինչ, իրեն դեր և իշխան ըրավ, իրեն իշխանություն դվավ այս աշխարհի ամբողջ անասուններուն, այս աշխարհի բույսերուն, ձարերուն և ամեն ինչ են վայելել։ Բայց բահմը, մարդ արարածը խապվեցավ և չարը զինք խապեց և այդ չարը սատանան, որ կներկայացվի այդ հոցի մեջ են, և զինք խապեց, որպեսզի ինքը Աստուծո պատվիրանը զանց հնե և այն ձարեն, որ կգոչվի բարիի և չարի գիտության ձարը, այն ձարեն ինքը բդուղ ճաշակե։ Այս ձևով ինքը անհնազանդության մեջ գտնված կլա Աստուծո պատվիրանին։ Եվ մարդը այդ օրվնե սկսյալ ինքը գինա ամենամեծ մեղքին մեջ, որ է հբարդության մեղքը։ Անշուշտ մեղքը աշխարհ մտավ անհնազանդության, բայց այդ անհնազանդությունը ամիջապես ետ մարդը ինքավ հբարդության մեղքի մեջ, որովհետև սատանան իրեն ասավ, Աստված ցեզի թույլ չի տար, որ դուք այս ձարեն ուտեք, որպեսզի դուք աստվածներ չլինեք։ Եվ այս հբարդությունեն մղված մարդը ճաշակեց և ուզեց, որ ինք Աստված լա։ Արդեն մարդ արարածը, ինչպես գիտեք, ստեղծված էր Աստուծո պատկերով և Աստուծո նմանությամբ։ Այդ նմանությունը ունենալով հանդերձ իրեն նաև դված էր այդ իշխանության պարգևը, բայց շատ հաճախ մարդիկ կհարցնեն և կսեն ինչու համար պետք էր Ադամ և Եվան այս մեղքը գործեին։ Արդյոք Աստված չէր կրնար արգելք ըլլալ, որ իրենք այս մեղքի մեջ չինան, բայց սիրելիներ, շատ կարևոր մեկ կետ մգա, որ ես այսօր ձեր ուշադրության կհանձնեմ, որպեսզի գիտնաք։ Աստված զանազան պարգևներ տվավ մարդ արարածին, բայց ամենամեծ պարգևը, որ Աստված տվավ մարդուն, ազատության պարգևն է։ Մարդը ազատ էր իր ստեղծված օրեն մինչև այսօր, ազատ էր ընելու ինչ որ գուզե, ազատ էր ընտրելու բարին և չարը, ինչպես նաև այսօր, ազատ էր ճաշակելու ինչ որ գուզե,
Եվ այդ ազատությունը գբարդատրեր, որ մարդը այդ ազատության բարգևը կործած է Աստուծո հաճելի գամքը կատարելու մեջ։ Բայց առաջին իսկ օրեն իր ընտրությունը եղավ, որ ինքը չարին հետևի և չարին անցի։ Այսօր այս արարակ որդիի պատմության մեջ մենք ինչ կտեսնենք։ Կտեսնենք հայրը, որ երկնավոր հայրն է, և կտեսնենք այս ամայի երկիրը, այս հեռավոր երկիրը, որ այս արարակ որդին գնաց, այսօրվա ապրած մեր աշխարհն է։ Այս աշխարհը իր հաճույքներով, իր նյութական իմաստներով, իր կայտակություններով շատ հաճախ մեզ կբարդատրե և կդգարացնե մեզ հրազանտելու մեր մարմնավոր ցանկություններուն, մեր աչքի ցանկություններուն, մեր սրտի ցանկություններուն և մեզ մահմը գեհերացնե Աստուծմե արարիչեն, որ ինքն է ի վերջո, որ ստեղծեց այս ամեն ինչը և այս ամեն ինչը դրավ մարդուն իշխանության տակ։ Եվ այս արարակ որդին գերտա այս հեռավոր երկիրները։ Եվ այս հեռավոր երկիրներու մեջ սիրելիներ այսօր մենք նաև գաբրինք։ Պիտի ասենք, որ մեզ ոմանք դուք գաբրիք Հայաստան, մենք գաբրինք Եվրոպա, ուրիշներ գաբրին Սուրիա, բայց այս աշխարհը այնքան ժամանակ, որ Աստված մեր սրտին մեջ դեղ չունի, այնքան ժամանակ, որ Քրիստոսի սերը մեր սրտեն հերու է և մենք չենք ապրիր Աստուծո պատվիրաններու մեջ, այդ կնշանակե, որ մենք օդարության մեջ կապրենք։ Եվ ինչպես երկիմը պարաստեղծությունը գսե, որ ներսե շնորհալին գրած է, գսե հոն է մեր դուն, դունը մեր վեհ ու մնայուն։ Եվ գսե բանտուղտներ ենք տապարական, և հոս օդար, և հոն օդար, և աշխար մեզի հանգիստ երբեք չի խոստանա։ Դեսեք, մենք ինչքան գաբրինք և ինչքան ալ ջոխության մեջ ապրինք, ինչքան ալ նյութականապես մենք բավարարված ըլանք, ինչքան ալ շքեղ տուներու մեջ ապրինք, կամ միջակ, կամ աղքատ տուներու մեջ ապրինք, եթե Աստուծո սերը, եթե Հիսուս Քրիստոսի բերած խաղաղության և սիրո ավետարանը, եթե մեր սրտերուն մեջ չգա, եթե մենք անիկա չենք ապրիր, խաղաղություն չգա, որովհետև միակ բանը, միակ պատգամը և միակ էությունը, որ կրնա սեր և խաղաղություն բերե աշխարհ, և դա մարդուն աղալ Հիսուս Քրիստոսի սերն է և Հիսուս Քրիստոսի պատգամած խաղաղության այդ ավետարանն է։ Ինչ եղավ այդ անարակ որդին։ Այդ անարակ որդին ուզեց ետ իր դունը վերադառնալ։ Այդ ինչ կնշանակի։ Ճիշտ է մենք տարբեր իմաստներով կրնանք առնել և տարբեր ժամանակաշրջաններուն տարբեր ցևով կրնանք բացատրել այս անարակ որդի արագը։ Բայց միայն ցեզի երկու իմաստ դամ այս անարակ որդի արագի։ Առաջինը գխորհրդանշե մարդ արարածը, որ իր ստեղծագործության օրենի հետ ինք մեղանչեց և Աստուծո ներկայությունը լքելով ցկեց և հեռացավ Աստուծմե ամայի երկիրներ գնաց իր ցանկություններու ետևել։ Եվ հետո Աստված փնտրեց այդ մարդը, ինչպես փնտրեց այդ մարդը, Աստված հանցն արավ մարմնանալ, մարդու գերբարանք առնել, ունայնացնել ինքզին և այնքան խոնարեցնել, որ այդ մարդու բնությունը առնելով իջնե և մարդը իր այդ մորորութենեն ետ դարձնե և այդ Աստուծո պատկերը անգամ ևս հագցրե։ Մենք գիտենք, երբ Քրիստոս կընդունենք, մենք կմգրդվենք,
Եվ այդ մգրդությունը մեզ կփրկե այդ Ադամ եւ Եվայի կործած մեղքեն։ Եվ առաքյալը գսե դուք որ Քրիստոսով մգրդվեցաք, դուք Քրիստոսը հագվեցաք։ Եվ այդ հագուստը այսօր նաեւ մենք կգտնենք այս անարակ որդի արագին մեջ։ Գսե իր հայրը քրգապած զինք ընդունեց եւ իրեն հագցուց նոր պատմուճամը, նոր ըսկեստը։ Այդ ըսկեստը, որ մարդը իր գամքով մեղքի մեջ ինալով ինքը հանեց այդ ըսկեստը եւ հեռացավ Աստուծմե Քրիստոսով այսօր անգամ եւս մենք այդ Աստուծո պատկերը եւ նմանությունը մենք անգամ եւս կհագնենք։ Եվ ուրիշ ինչ կխորհրդանշե։ Նաեւ կխորհրդանշե յուրաքանչյուր մարդ, որ աճած է հայ առաքելական կամ ընդհանուր առաքելական եկեղեցու մեջ, եւ այս եկեղեցու զավակը եղած է եւ մեծած է այս եկեղեցու մեջ, եւ բահմուկա որոշ պատճառներով, որոշ կայտաղեցուցիչ եւ մոլորեցուցիչներու պատճառով, որոնք ուքան քարնուգի ըսկեստով, բայց իրենք ներսեն քայլեր են։ Գուքան եւ մեր հավատացյալները գեհերացնեն իրենց եկեղեցիեն եւ գեհերացնեն իրենց ուղղապար թավանանքեն։ Բայց հավատացեք, իմ փորձառության եւ ձեր փորձառության մեջ են։ Բոլոր անոնք, որոնք բահմը մտածած են իրենց եկեղեցին լքել։ Բոլոր անոնք, որոնք բահմը ըլլան նյութական ագնկալություններու կամ պարքի կամ իշխանության ագնկալություններով ցկած են իրենց եկեղեցին եւ կացած մոլորած են Եհովայի վկաներու յետևեն, կամ շաբաթաբահներու յետևեն, կամ այլ աղանդավոր միտքերու յետևեն, անոնք բոլորը բահը գուկա, որ իրենք գանտրատարնան եւ գարոդը գսկան այն հոր, որ զինք գոչեց որպես առաքելական եւ այն մոր, որ առաքելական եկեղեցին է, այդ մոր գարոդը գունենա, որպեսի կա եւ անգամ եւս սնունդ արվի։ Եվ արարագի այս պատմությունը սիրելիներ, մանավանդ մեր հայրենիքի մեջ մեծակույն պատկերը եւ մեծակույն ապրումը մենք ունեցանք այդ անարագությամբ։ Դուք գիտեք, դարիներ շարունակ մենք ապրեցանք աստվածամերժության շրջաններ։ Դարիներ շարունակ 70 տարիներ եւ ավելի արգիլված էր մեզի, որ մենք խոսենք մեր հավատքի մասին, խոսենք Քրիստոսի մասին, հաջախենք մեր եկեղեցիները, մգրդվենք, հաղորդություն ստանանք, բայց եկավ այն օրը, որ Աստված արժանի ըրավ մեզի, որ անգամ եւս մենք վերաթարնանք մեր եկեղեցիները, լեցնենք մեր տաճարները եւ փառք տանք իրեն, որովհետեւ ինչպես անարագի հայրը ասավ, իմ զավակս գործված էր եւ ես քդա իրեն։ Աստված միշտ կփնտրե մեզ, ինչպես որ անարագին հայրը ճիշտ նույն ցևով մեր երկնավոր հայրը։ Գսիրե մեզ մեր յուրաքանչյուրը, գփնտրե մեզ մեր յուրաքանչյուրը։ Ինքը չի նայիր, թե դու շատ մեղք գործած ես, ինքը չի նայիր, որ դու սարույցի գնոմանից ճիշտ այս գործված դրամին պես մեկ կողմ նետած ես եւ ոտքեր չունիս կարելու եւ շունչ չունիս շնչելու, մեռած ես քու մեղքերուդ մեջ, կամ ինչ վիճակի մեջ ես, Աստված քեզի գտնունի ինչպես որ ես։ Բայց բահանջքը ինչ է։ Բահանջքը, որ դու հիշես, որ հայր ես։ Բահանջքը, որ դու հիշես, որ հայր ունիս, որ նույնիսկ իր միածին որդին ղրկեց, որպեսի խաչապայտին վրա իր կյանքը դա մարդոց իմ եւ քու եւ Մույսի մեղքերու կավության համար։ Եվ երբ որ մենք հիշենք այդ երկնավոր հայրը, հազիվ թե մոտենանք իրեն, ինքը չի սպասեր հանգարց, որ մենք ներս մտնենք, վասենք իր ոտքերուն արջև ոչ, ինքը դուրին արջև գեցած
ինչպես մեզ մեկ մեկ հայր, երբ իր զավակը գճամպորտի հերավոր երկիրներ, երբ հայրը գարոդը գունենա, դուրին արջև գնստի և ամեն օր դուրս կելե և գնայի, արդյոք իմ զավակս պիտի գարենամ տեսնել, որ ինքը կա անգամ եվս տևի ինձի, ճիշտ նույն ձևովալ մեր երկնավոր հայրը դուրին արջև, եկեղեցվո դրան արջև գեցած, գսպասե մեզ մեր յուրաքանչյուրը, որբեսի կա և դառնա իր գիրկը։ Նայեցեք սիրելիներ, ձեզի մեկ բան ասեմ։ Մենք այսօր բոլորդ եկեղեցի եկած ենք։ Չկարծեք, որ դուք ձեզմե եկաք։ Դուք չէ որ եկաք։ Աստված է, որ գարաչնորդ է մեզի դեպի իրեն։ Աստված է, որ գգանչե, և Աստված է, որ գուզե, մենք իրեն ավելի մոդենանք և ավելի սերտ հարաբերություն ունենանք։ Ինքը չսպասեր միայն մենք կանք և հերույեն նստինք և ասենք ահավասիկներ մենք ներկա ենք, բայց ասկի ավելի չենք կրնարնենք։ Այլ կսպասե, երբ որ մենք մոդենանք իրեն, ինանք իր ոտքերուն արջև, ինանք իր ձեռքերուն մեջ և ինքը արնե մեզի, պատե իր գիրգին մեջ և ասե դես, ես կու բոլոր մեղքերըք ներեցի, ես կու բոլոր հանցանքներըք ներեցի, հագարակ որ դուն մգրդվեցար և նոր սկեստ հակվեցար, բայց անգե ետ դուն նորեն մեղք գործեցիր, նորեն կայտակվեցար, նորեն մոլորեցար, ես նորեն քեզի գնտունիմ և անգամ եվս աբաշխարության խորուրդով, ես քեզի այդ սկեստը անգամ եվս պիտի հագցնեմ և դուն անգամ եվս պիտի լաս իմ զավակս և սկեստի հետ միասինալ մեզի պիտի հագցնե նոր գոշիկներ։ Բայց այդ նոր գոշիկները ինչ են։ Այդ նոր գոշիկները գխորհրդանշեն իր խոսքը։ Ինքը մեզի պիտի առաջնորդե իր խոսքով։ Չէ որ ավետարանը գսե զարգեք դուրը և պիտի բացվի ցեզի։ Խնդրեցեք և պիտի գտնեք։ Ճիշտ նույն ձևով ինչպես որ մենք մեր մարմնավոր այս ընտանիքի մեջ, երբ մեր զավակները չխնդրեն, իրենց կուտանք, բայց հավանաբար պետք եղածին չափ չենք տար, բայց խոսք մը գա ժողովրդական, որ գսե չլացող զավակին մայրը գա չի դար։ Ճիշտ նույն ձևով մեր հարաբերությունը Աստուծո հետ այս ընտանեկան հարաբերությունն է հոր և մոր կամ հոր և զավակի կամ մոր և զավակի միջև եղած հարաբերությունն է։ Շատ հաճախ մենք կմտածենք, եթե զավակ մը հանցանք մը գործած է իր հոր նկատմամբ, ինքը երես չունենա դուն քալու և գսե ինչպես երտամ ես և իմ հորս ներողություն խնդրեմ։ Եվ մենք հաճախ մեր հարաբերության մեջ Աստուծո հետ, երբ մեղքի մեջ գինանք և մանավանդ ծանր մեղքերու մեջ, գսենք ես շատ մեղավոր եմ, ինչպես կրնամ եկեղեցի երտալ։ Եվ այս խոսքերը մենք շատ կլսենք։ Ոմանք կսեն մենք ինչպես երտանք հաղորդվինք, եթե մենք ուրիշներու հետ կենենք։ Եթե մենք ծանր մեղքերու մեջ ինգած ենք, հաղորդությունը ինչպես կստանանք։ Ճիշտ է, բայց չի պավեր միայն գիտնալ, որ դուն մեղքին մեջ ես, չի պավեր միայն գիտնաս, որ դուն հիվանդ ես, այլ պետք է նաև պնդրեց, թե այդ հիվանդութենեն դուն ինչպես բժշկվիս։ Ինչ տեղեր պետք է գործածես, որպեսզի գարենաս այդ հիվանդութենեն բժշկվի։ Եվ ճիշտ նույն ձևով, եթե մենք մեղավոր ենք, պետք է պնդրենք դարմանը և պետք է պնդրենք ջամբան, թե ինչպես մենք պիտի դիմենք Աստուծո, հագարակ մեր բոլոր մեղքերուն և ինչպես Աստված մեզի պիտի ընդունի և ինչպես մեր կյանքերը պիտի նորոգի։ Այսօր նաև մեզի խոսվեցավ գործված ոչխարի մասին և գսե 100 ոչխար ուներ հովիվը և այդ 100 ոչխարներեն մեկը գործվեցավ և գսե հովիվը գծկե այդ 99 ոչխարը և գերտա այդ մոլորած ոչխարին ետևեն։ Լավ, այդ 100 ոչխարը ովքեր էին
եւ այդ 99 ոչխարները որոնք էին։ Աստված ասեմ որ թիվ 100-ը Սուրբ Գիրքի մեջ ամբողջական թիվն է։ Այդ 100-ին մեկը մարդ արարածն էր, բոլոր մարդիկ։ Իսկ այդ 99-ն երկնքի մեջի գտնվող հրեշտակները եւ հրեշտակաբետներն էին։ Եվ մարդ արարածը, երբ գործվեցավ, մոլորեցավ, այդ 100 ամբողջական թիվը բագաս եղավ եւ իջավ 99-ի, բայց Աստված ուզեց, որ այդ 100-ը անգամ եւս ամբողջացնե եւ անոր համար է որ մոլորեց մարդ։ Մոլորություններ մեր կյանքի մեջ կան։ Մենք դգար մարդիկ ենք, մենք մեղավոր մարդիկ ենք, բայց Աստուծո շնորհը եւ եկեղեցվող խորհուրդները մեզի գօգնեն, որ մենք մեր հավատքի մեջ հաստատում մնանք։ Նույնիսկ Քրիստոսի առաքյալները բախ մի եկավ, որ դգարացան։ Պետրոսը, որ ինք նույնիսկ ուրացավ Քրիստոսը, հակառակ որ Քրիստոս իրենց ասավ, դուք պիտի թողնուք զիս, Պետրոս ասավ, եթե բոլորն ալ քեզի լքեն եւ ցկեն, ես քեզի ցկողը չեմ։ Եվ Տերը իրեն ասավ, Պետրոս ասավ, ակաղաղը չկանչելեն, դու զիս ուրացած պիտի ելաս։ Եվ Պետրոսը ուրացավ Քրիստոսը, բայց ինչ եղավ, գիտեք, հակառակ անոր, երբ Հարութենեն իդ Քրիստոսը հանդիպեցավ իր առաքյալներուն վերնադալ մեջ, այնտեղ Պետրոս նաև կար։ Եվ Պետրոս վստահ, որ ինք ամոթ կսկար, որ ինք իր վարդապետը մերժեց, իր վարդապետը ուրացավ, բայց մեր վարդապետը ինչ ըսավ իրեն, գիտեք, ըսավ Պետրոս, դու զիս կսիրես, Պետրոս պատասխանեց, այո դեր, դու գիտես ես քեզի կսիրեմ։ Երկրորդ անգամ նաև հարցուց, Պետրոս դու զիս կսիրես, Անալ ասավ, այո դեր, դու գիտես, որ ես քեզի կսիրեմ։ Եվ երրորդ անգամ, երբ որ հարցումը եկավ, Պետրոս դու զիս կսիրես, Պետրոս այնտեղ իր գլուխը խորարեցուց, հավանաբար ինք հիշեց, որ Քրիստոսը ինչի կանգնարկեր։ Դուն հակառակ որ զիս ուրացար, հակառակ որ դգարացար, եւ նույնիսկ այդ աղախինիմը արջև դու զիս ուրացար եւ սկսար անիծել եւ հայհոյել, բայց անով հանդերձ, քանի որ դու այսօր դարձյալ եկած ես, քանի որ դու գուզես ինձի հետ լալ, ես քեզի այս բոլորը գներեմ, այս անցածը անցած է եւ դու պիտի լաս հովիվ իմ եկեղեցիս մեջ, որովհետև չմոռնանք, որ նաև մեր Տերը Պետրոսին ասավ այս հավատքից վրա ասավ ես իմ եկեղեցիս պիտի կանգնեմ եւ անիկա ինչ է եւ որ մեր Տերը կհարցներ մարդիկ իմ մասից ինչ կսեն ամեն մեկը բանը ասավ իսկ ասավ դուք իմ մասից ինչ կսեք իրեն ասավ դու ես Քրիստոսը գենտանի Աստուծո որդին եւ ասավ այս հավատքից վրա ասավ ես եկեղեցիս պիտի շինեմ եւ դժողքի թրները պիտի չկարենան հաղթահարել։ Ահավասիկ այսպիսի Պետրոսյան հավատք մնե, որ մեր հայ առաքելական եկեղեցին ունի։ Ավելի քան 1700-1800 տարիներ այս եկեղեցին գանկուն մնաց եւ գանկուն պիտի մնա։ Հովեր կփչեն Եվ այս խոդերը և ծարերը կշարժին, բայց այն ծարը, որ խորունկ արմատներ ունի, այն ծարը, որ հաստատուն գեցած է հողին մեջ, անիկա չի շարժի։ Եվ ինչպես այսօր կամիներ և պոտորիկներ կպչեն, չկարծեք, որ մեր հայ պատմության մեջ այսպիսի կամիներ և պոտորիկներ չպչեցին։ Մենք չարդը չգրծավ խախտել մեր հավատքը։ 1.5 միլիոն զոհ դվին վասն հավատքի և վասն հայրենիքի համար։ Վարդանանցներ դվին, ղևոնդյանցներ դվին և այս եկեղեցին գանկում մնաց և գանկում պիտի մնա։ Պիտի չուզեմ ավելի երկարել։ Միայն ես այսօր հրավերս է այս անարագի, այս կիրագին։ Մենք բոլորս բահմա անդրադառնանք
որ մենք անարակներ ենք, անարակ որդիներ ենք։ Ճիշտ է, որ եկեղեցի կուկանք, բայց միշտ կուկանք, ամեն գիրագի գանք, ոմանք կգարձեն ամիսը մեկ գիրագի եկեղեցի երտալը կպավե, ոմանք կգարձեն միան այստեղ մտնելը մեկ մոմ վարելի և երտալը կպավե, ոչ սիրելիներ։ Այստեղ երբ բադարակին մենք ներգա գլանք, մենք կկալենք Քրիստոսին հետ իր մարդեղացումեն, մինչև իր խաչելությունը և մինչև իր բադարակումը։ Այստեղ Քրիստոսն է, որ կբադարակվի, բադարակվեցավ մեզի համար և ամեն գիրագի կբադարակվի մեզի և մեր մեղքերու համար, որովհետև մենք անոր մարմինը ջաշակելով մենք թողություն ստանանք մեղքերով։ Իմ հրավերս է ցեզի, մեզ մեր յուրաքանչյուրը նախ անդրադառնա, որ ինք անարակ որդի է, անդրադառնա, որ ինք մոլորած է, և միայն եկեղեցի հաճախելով ասե դեր ես մոլորած եմ, բայց եկած եմ, կեզ մե հերու չեմ, չէ որ կսես պնդրեցեք պիտի գտնեք, ահա ասիկ մենք այստեղ ենք, պնդրե մեզի, դես մեր բագասի ինչ է, մեր դգարությունը ինչ է, և զորացուր մեզի մեր դգարություններու մեջ, և բահաբան եղիր մեզի, որբեսի այդ դգարություններու մեջ անգամ եվս չինա։ Աստված օրնեցես բոլորըդ, շրագանություն սպազան այս արիթին համար և գմաղթեմ, որ միշտ կանտում մնակ և շրջապադած ըլակ ծեր այս եկեղեցին, որբեսի օրինակ ըլակ բոլոր մեր ույս եկեղեցին։ Սիրելիները շնորհակալություն եմ հայտնում և նորից եմ հրավիրում, վստահ եմ իրերի և պայները համաձայն նորից գաք, ժամանակ դրամատրեք, ձեր գիտելիք պաշարը, ոգևոր գանձերը կիսեք մեզ հետ։ Այժմ պատարակից հետո մենք ենք հավատում ովքեր, որ կցանկանան կար մի փոքր զրուցել, թե Հիսուս կմեն մեզ հետ սիրով հրավիրում։ Օրհնյալ Գերերուկի Շնորհասուրբ Հոգու, երթայք խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս երիցին ձեզ ընդամենեսյանսը։ Մի հայտարարություն էլ անեմ, ուրեմն Տեր Արմենը հաճախ է գալիս Հայաստան և հաջորդ անգամ ստաբար ապրիլ ամսին որ գա, մենք կազմակերպենք ոչ թե քարոզխոսություն, այլ մի դասախոսություն, թերևս աղանդերի դեմ պայքարի թեմայով և որոշակի 10-10 մի քանի երևի 1 օր կամ 2 օր այդպես դասախոսությունը ինչպես արվեք, երբ որ ձեզ հանդիպում են մոլորվածներ կամ անդավորներ խաղացան։
Շնորհակալություն։